Բոլորին ողջունում եմ սիրելիներս Արևոտ ջերմ Հայաստանից։ Առաջարկում եմ այսօր միասին չիբուրեկներ պատրաստել։ Բոլոր մանրամասներն ինչպես միշտ լինելու են։ Կնկարագրեմ, թե ինչպես աշխատել, որպեսզի այսպիսի պղպջակներով տեսք ունենան, որպեսզի խրթխրթան լինեն եւ որպեսզի տապակելիս խմորը չբացվի։ Տեսեք, որքան ջուր ենք վերցնում, կրկնակի այդքան ալյուր։ Հետևաբար, եթե 350 մլ ջուր է հարկավոր, մոտավորապես 700 գրամ ալյուր կպահանջվի։ Ալյուրի քանակը մի քիչ կարող է տարբերվել տարբեր հանգամանքներից ելնելով, բայց մոտավորապես հիշեք, որ այդքան է։ Ջուրը վերցնում ենք մոտավորապես սենյակային ջերմաստիճանի, գուցե մի քիչ դրանից տաք, այսինքն մեր մարմնի ջերմաստիճանին մոտ։ Մատով ստուգելիս մատի համար պետք է սառը չլինի, ընդհանրապես սառնություն չզգացվի։ Դա արդեն նորմալ է։ Ավելացնում ենք քացախ, սովորական քացախ է, այստեղ իմ դեպքում 9% է, կարող եք նաև խնձորի քացախ օգտագործել, մոտավորապես 6%։ Վերցնում ենք 1 թեյի գդալ ժողովուրդ, ոչ լիքը, տեսեք չափից շատ չլցնեք, որ ռեզին չստացվի։ Կավելացնեմ նաև 1 լիքը թեյի գդալ բուսայուղ, կարելի է նաև մի քիչ ավել։ Հիմա քիչ-քիչ կավելացնենք ալյուրը ու կհունցենք։ Իհարկե ալյուրի հետ նաև ավ ենք լցնում 1 լիքը թեյի գդալ։ Ես շարունակելու եմ աշխատել սեղանին, ուղղակի որ ձեզ լավ երևա։ Դուք կարող եք թասի մեջ էլ շարունակել։ Տեսեք սենյակում, քանի որ բավականին շոգ է, նշված քանակից մի քիչ ավել ալյուր պահանջվեց, մոտ 2 ճաշի գդալով ավել։ Սա հունցելու դեռ առաջին շրջանն է, դրա համար երկար չենք աշխատում, մոտ 2-3 րոպե, ոչ ավել։ Մենք դեռ էլի ենք հունցելու, այնտեղ արդեն ավելի հեշտ կլինի։ Խմորը չնայած որ պինդ է թվում, բայց շատ հեշտ է ենթարկվում, աշխատելը շատ հեշտ է։ Չեմ ասում, որ ոչ միտեղ չի կպնում, այնպես որ հանգիստ կարող եք աշխատել։ Հունցում ենք ոչ շատ երկար, մոտավորապես 3-ից 4 րոպե։ Տեսեք, խմորը չպետք է հարթ դառնա, մոտավորապես այսպիսին։ Տեսեք, բավականին անհարթ է։ Գունդ ենք անում ու թողնում ենք մոտավորապես 30 րոպե հանգստանալու։ Սա ամենաքիչն է, բայց ժողովուրդ կարելի է նաև ավելի երկար թողնել, օրինակ այսօր պատրաստել ու թխել արդեն հաջորդ օրը։ Հանգիստ կարող եք պահել, բայց երկար պահելու դեպքում անպայման դրեք սառնարանը։ Վերցրել եմ 600 գրամ միս, այստեղ խառն է և տավարի միսը և խոզի միսը, մոտ 30%-ը խոզի միս եմ վերցրել, նաև ճարպ, խոզի ճարպ, եթե չեք սիրում, չեք ցանկանում, կարող եք չավելացնել, ուղղակի որքան ճարպոտ է լինում, այնքան ավելի հյութեղ միջուտ ենք ստանում։ Այսքան մսի համար 3 մեծ սոխ եմ օգտագործելու, ընդհանրապես սոխն էստեղ շատ է օգտագործվում ժողովուրդ, սա մոտավորապես 450 գրամ է, նույնիսկ մի քիչ էլ ավել, երբեմն նույնիսկ մեկին մեկ են վերցնում, այսինքն որքան միս, այնքան սոխ։ Աղալուց առաջ վերջնական ստուգում ենք, հեռացնում ենք ավելորդ ցանկացած բան, թողնում ենք միայն ճարպը։ Մսաղացը հավաքեցի, նոր միայն հիշեցի սխտորի մասին։ 3 այսպիսի միջին պճեղ ենք ավելացնում կամ ըստ ճաշակի։ Համեմունքներից միայն աղ եմ օգտագործում ու պղպեղներ, ուրիշ ոչինչ։ Այս քանակի համար կօգտագործեմ 1 լիքը թեյի գդալ, նույնիսկ մի քիչ ավելի շատ։ 1 թեյի գդալ սև պղպեղ ու նույնքան կարմիր պղպեղ։ Հիմա պետք է հունցենք այս զանգվածը, տեսեք շատ երկար չենք հունցում, ինտենսիվ, հատկապես ծեծելով, ինչպես երբեմն անում ենք նման բանի կարիք չկա, որ պատրաստվելուց հետո ներսում այս զանգվածը ամբողջական չլինի, կպած չլինի իրար։ Մեզ պետք է որ ավելի թույլ տարածված զանգված ստացվի ներսում։ Դրա համար ուղղակի հունցում ենք, ոչ շատ ուժեղ ու ոչ շատ երկար։ Մի փոքր աշխատում ենք, որ ուղղակի սպիտակուցը բացվի ու ջուրը վերցնի, որ հյութեղ ստացվի։ Երկար ու շատ տանջել հարկավոր չէ։ Այստեղ ջուր եմ թողել, ավելացնում ենք ըստ անհրաժեշտության։ Տեսեք, եթե բավականաչափ սոխ եք օգտագործել, ինչպես ես կամ գուցե մի քիչ ավել, ընդհանրապես ջրի կարիք չի զգացվի։ Եթե ավելի պակաս է կամ գուցե անհրաժեշտություն զգացվի, կարող եք մի քիչ ավելացնել։ Տեսեք, շատ չլինի, որ եփվելիս չպատրվի։ Ինձ մոտ գրեթե երբեք ջրի կարիք չի զգացվում։ Սոխը լրացնում է դրա պակասը։
Ես ոչ մի գրամ ջուր չեմ ավելացրել։ Վերջ, հիմա թողնում ենք, որ հանգստանա։ Եթե ձեզ մոտ շատ շոգ է, կարող եք տնել սաղմնարանը։ Մեր խմորը լավ հանգստացավ, իդեպ ամբողջ ընթացքում սենյակային ջերմաստիճանի էր։ Տեսնում եք, արդեն կարծես պլաստիլին լինի։ Մի տեսակ թավշյա մակերես ունի, շատ հաճելի է և շոշափել, և աշխատել։ Ու եթե նկատեցիք, հանգստանալուց հետո արդեն նաև շատ հարթ է։ Հիմա նորից այս խմորը հունցելու ենք, նորից աշխատելու ենք մոտավորապես 3-ից 4 րոպե։ Սա հարկավոր է նրա համար, որ ճիշտ կառուցվածք ունենա խմորը ու վերջում գեղեցիկ արդյունք ստացվի, գեղեցիկ պղպջակներ լինեն։ Կարելի է մի քիչ ալյուր ցանել սեղանին, չնայած խմորը ընդհանրապես կպչուն չէ, ուղղակի ձեր հարմարության համար։ Տեսեք ինչ ենք անում, եզրերից վերցնում ենք ու անընդհատ ծալում դեպի մեջտեղը։ Ահա, այս տարբերակով նաև եթե գունդ ենք անում, այս մասը ավելի ձիգ է ստացվում ու միշտ ավելի հարթ։ Վերջ թողնում ենք հանգստանալու արդեն վերջին անգամ։ Այս անգամ երկար չենք թողնի, մոտ 15 րոպե։ Մեր խմորը վերջին անգամ էլ հանգստացած, սկսում ենք ձևավորել։ Խմորը բաժանում ենք հարմար չափսի գնդերի, որպեսզի հետո բարակ բացենք, կրկնակենք։ Ինձ մոտ միջինը 50-55 գրամ է ստացվելու։ Արդեն 5 րոպեից կարելի է կրկնակել։ Սկսում ենք ամենաառաջիններից ու հետո մնացածը։ Սա կարևոր է, որպեսզի առաջինները արդեն հասցրած լինեն հանգստանալ։ Արդեն ժամանակն եկավ, պետք է կրկնակենք։ Հանգիստ կարող եք շատ ալյուր անել և սեղանին, և խմորին, այդպես շատ ավելի հեշտ է բարակ շերտ ստանալ։ Չանհանգստանաք, խմորն ավելորդ ալյուր չի վերցնում։ Մի փոքր թափահարում ենք, ազատվում ենք ավելորդ ալյուրից, որ բուսայուղի մեջ չայրվի։ Քանի որ թավայից չափսը գիտեմ, մոտավորապես այս չափսի շրջան պիտի ստանանք, մի փոքր սրանից մեծ եմ ստացել, որ եզրերը դուրս բերենք։ Օգտագործելուց առաջ անպայման մի փոքր մեր խճողակը խառնում ենք։ Խմորի վրա խճողակն ենք քսում, շատ հաստ շերտով չենք քսում ժողովուրդ, սա խնայողության հետ կապ չունի, ափսոսելու հետ կապ չունի, ուղղակի շատ հաստ շերտը չի հասցնելու եփվել։ Այս դեպքում որակը կախված է ուղղակի խմորի և խճողակի ճիշտ բալանսից։ Ծալում ենք, ձեռքով զգուշորեն այնպես ենք անում, որ ավելորդ օդը դուրս գա, որ թխելու ընթացքում տապակելիս շատ չիբուրեկները չուռեն։ Հետո եզրերը ամրացնում ենք։ Տեսեք ժողովուրդ ջան, շերտը իհարկե բարակ ենք բացում, բայց ոչ չափազանց, քանի որ դեռ ուռելու են թխելու ընթացքում ու էլ ավելի բարականան, երբեմն չափազանց բարակ լինելու պատճառով ուղղակի պատռվում են։ Սեղանից ուժեղ լույս է ընկած, դրանից կարող է թվալ, թե միջուկը շատ թափանցում է տակից, խմորը չափազանց բարակ է, բայց դա իրականում ուղղակի լույսի էֆեկտն է, այնպես որ ուշադիր եղեք, միջուկը շատ չպետք է թափանցի։ Եթե վստահ չեք, որ լավ են կպնելու, կարող եք եզրերը մի փոքր թրջել։ Երեքը նախապատրաստեցի ու սկսում եմ։ Ընդհանրապես մեծ քանակի չեմ նախապատրաստում, որովհետև մնալուց միջուկից ամբողջ հեղուկն անցնում է խմորին ու կարող է պատռվել, հատկապես եթե շատ շոգ է, խմորը նույնպես թուլանում է, այնպես որ ցանկալի չէ։ Թավան լավ տաքացնում ենք ու լցնում ենք բուսայուղը։ Պետք է լավ շատ լինի, որ լող տան։ Ընդհանրապես չանհանգստանաք, մեծ քանակությամբ այս բուսայուղը չի նշանակում, որ չիբուրեկները ճարպոտ են լինելու։ Դրանց ճարպոտ լինել չլինելը ընդհանրապես այս բուսայուղի քանակի հետ կապված չէ։ Դա խմորի որակից է ու նրանից, թե ինչպես եք աշխատում։ Բուսայուղը տաքացնում ենք բավականին բարձր կրակով, բայց հենց սկսում ենք թխել, կրակն իջեցնում ենք, պետք է միջին լինի։ Շատ բարձր կրակով ժամանակից շուտ կարմրելու են ու միսը չի հասցնելու եփվել։
Իսկ միջին կրակով ստանում ենք եւ լավ եփված միջուկ եւ գեղեցիկ ոսկեգույն տեսք։ Բուսայգուն արդեն լավ տաքացավ, կրակն իջեցնում եմ ու սկսում տապակել։ Տապակելու ընթացքում ես տաք բուսայուղը վրան չեմ լցնում։ Սովորաբար դա անում են, որպեսզի հավասար թխվի, բայց դրա պատճառով դրանք ուղղակի շատ ուժեղ ուռչում են ու երբեմն խմորը չի դիմանում։ Իսկ հավասար թխվելու համար ունեմ մեկ այլ տարբերակ։ Ուղղակի մոտ 30-40 վայրկյանը մեկ շրջում եմ դրանք։ Չեմ սպասում, որ ներքևի հատվածը կարմրի։ Ուղղակի մոտավորապես 30-40 վայրկյան ու շրջում եմ, անկախ նրանից ներքևում կարմրած է թե ոչ։ Այս տարբերակով ներսում ճնշումը հավասար է բաժանվում, հավասար թխվում է եւ ոչինչ չի պատռվում։ Փորձեք ու կհամոզվեք։ Այս մեկը հատուկ ձեզ համար հենց նոր տապակեցի, որպեսզի ցուցադրեմ, թե շատ տաք վիճակում որքան արգանակ է հոսում ժողովուրդ ու որքան հյութեղ է ստացվել։ Իհարկե հովանալու ընթացքում արգանակը անցնում է արդեն միջուկի եւ խմորի մեջ, բայց միևնույն է, եթե միջուկը հյութեղ է ստացվել, նույնիսկ հովացած սառած վիճակում դա նկատելի է։ Այնպես որ սիրելիներս պահպանեք հաստատ պետք գա եւ փոխանցեք նրանց, ում հարկավոր է նման բաղադրատոմս։